Կրքերը չեն հանդարտվում Գյումրու ավականու մանդատների շուրջ։ Այսօր ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած քաղաքական ուժի մեր քաղաքախմբակցության ավականու անդամները փաստաբանի ու լրագրողների ուղեկցությամբ գնացել էին Գյումրու ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Ահազանգում էին, թե օրենքի խախտում է եղել, ավականու անդամներից մեկը դիմում է ներկայացրել լիազորությունները դադարեցնելու համար, ըստ փաստաբանի ժամկետներն անցել են, բայց հանձնաժողովը նիստ չի գումարել։ Տվյալ անդամի լիազորությունները չի դադարեցրել, մանդատը քաղաքական ուժի հաջորդ համարին չի հանձնել։ Շուրջ 2 օր հետո, կարծես 23-ին ապրիլի, աշխատանքային օրվա ավարտին, 17:50 րոպեին շատ ավելի կոնկրետ, Կարեն Հրայրի Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք, ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը եւ ուշադրություն երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ մեր քաղաքախմբակցությունից։ Այս երկրորդ դիմումը, որ ավականու անդամը ներկայացրել է, այսպես ասենք, նախորդ դիմումը անվավեր ճանաչելու, բայց քաղաքական ուժից դուրս գալու ու անկախ ավականու անդամ լինելու խնդրանք է։ Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել, կատարվածն այսպես է ձևակերպում փաստաբանը։ Շարունակում է, ոչ տիմ, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ։ Կա մտավախություն, որ այսօր էլ ստեղ հնարավոր է կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատանի որոշման միջոցով անվերջ ձգել այս վիճակը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանում է, քանի որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու քաղաքապետարանից 2 օրվա ընթացքում ստացել է 2 արձանագրություն, մեկը լիազորությունները դադարեցնելու, մյուսը չդադարեցնելու մասին, դիմել է քաղաքապետին եւ խնդրել հստակեցնել, թե որ դիմումն է հիմք ընդունվելու։ Ինչ վերաբերում է ավականու անդամի վրա իշխանության կողմից քաղաքական ճնշումներ իրականացնելու, վերջինիս իրենց շարքերը տանելու ընդդիմադիրների կասկածներին խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, իշխող ուժը գործընթացի հետ կապ չունի։ Ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Ընդդիմություն իշխանություն հերթական բախումն առաջացրած ավականու այս անդամի ճակատագիրը ինչպես կդասավորվի, նա կմնա որպես անկախ ավականու անդամ, թե պարզապես մանդատը կփոխանցվի հաջորդ համարին, առաջիկա նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կորոշի։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։